Իհարկե մեզ բոլորիս հուզող խնդիրը սկսելով կրթության ոլորտից նախ եւ առաջ կրթության որակն է, որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք հասանելիության մասին, բայց ուզում եմ հիշեցնել, որ կրթության ռազմավարությամբ հասանելի ենք համարում այն կրթությունը, որը նաեւ որակյալ է, այսպիսով նաեւ լրացուցիչ հանձնառություն վերցնելով եւ գիտեք, որ այստեղ մենք ձեռնարկել ենք բարեփոխումների մեծ ծրագրեր, որոնք հիմնված են հիմնականում չափորոշիչների վերափոխմանը եւ հենց այս ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում է, որ մասնավորապես նախադպրոցական եւ դպրոցական կրթության որակի մասին կարող ենք խոսել։ Եվ ուրախ եմ, որ արդեն 24 թվականի ավարտի դրությամբ մենք ունենք հստակ վերլուծություններ եւ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ որակական փոփոխությունները տեղի են ունենում։ Եվ ես կուզեմ մի քանի այսպիսի շատ ամփոփ տվյալներ նշել, որոնք ցույց են տալիս կրթության որակական փոփոխությունը։ Մասնավորապես գիտեք, որ մեր երկիրը 2003 թվականից սկսած մասնակցում է բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատմանը եւ այստեղ մենք արդեն ունենք նաեւ դինամիկ տվյալներ, որոնց հետ կարող ենք համեմատել մեր սեփական արդյունքները եւ մասնավորապես խոսքը 4-րդ դասարանցիների մաթեմատիկայի եւ բնագիտության իմացության մասին է եւ 2023-ին մեր երկիրը նորից մասնակցելով հերթական փուլին արդեն 24-ին հրապարակված զեկույցի համեմատ տեսնում ենք, որ մեր 4-րդ դասարանցիները մաթեմատիկայի իմացությունը 19 թվականի նկատմամբ էապես ուրեմն բարելավել են, 15 միավորի աճ ենք գրանցել 2019-ի 498-ի նկատմամբ, ընդ որում կարևոր է, որ մաթեմատիկայի իմացությամբ 513 միավորով մենք հայտնվել ենք միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում։ 10-ին որ ասում եք, ինքը ամեն 4 տարին մեկ, ալի։ Այո, այս հետազոտությունը անցկացվում է ամեն 4 տարին մեկ, անցկացվում է 4-րդ եւ 8-րդ դասարանցիների շրջանում։ Մենք վերջին շրջափուլերին 2 մասնակցել ենք միայն 4-րդ դասարանի մակարդակում, առաջիկայում քննարկում ենք նաեւ 8-րդ դասարանում հետազոտությանը մասնակցելու հնարավորությունը, որը անհրաժեշտ է, որ մենք տեսնենք նաեւ թե ինչպես են փոխվում երեխաների արդյունքները եւ պետք է հիշեցնեմ, որ մենք որոշում ենք կայացրել եւ այս տարի նաեւ առաջին անգամ երկիրը մասնակցելու է PISA հետազոտությանը, որը հնարավորություն է տալու շատ ավելի որակական գնահատել նաեւ մեր երեխաների տարբեր ուղղություններով ունեցած կոմպետենցիաների մակարդակը ու հիշեցնեմ, որ չափորոշիչը հենց կոմպետենցիոն է եւ հիմնված է ոչ միայն գիտելիքի, այլ նաեւ կարողությունները զարգացնելու վրա եւ կարծում եմ, որ PISA-ի հետազոտությունն էլ մեզ համար շատ կարեւոր կլինի կրթության որակական փոփոխությունները հետագայում նաեւ դիտարկելու։ Բնագիտության ոլորտում չունենք այն առաջընթացը, որին գնում ենք եւ շարունակելու ենք գնալ, բայց այստեղ կարեւոր մի ցուցանիշ եմ ուզում նշել, որ կրճատվել է նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների շեմը եւ այս պահին արդեն մեր վերջին տվյալները ցույց են տալիս, որ մեր երեխաների 82%-ը հաղթահարում է նվազագույն շեմը։ Եղել են ժամանակներ, երբ որ ավելի քան 40%-ը չէին հաղթահարում նվազագույն շեմը, հետեւաբար ես կարևոր եմ համարում, որ ուրեմն այս ընդհանուր արդյունքը եւ միջավայրը ապահովում ենք առնվազն նվազագույն Սա էլ է միջազգային գնահատման շրջանակում եւ այս արդյունքները հատուկ շեշտադրում եմ, որովհետեւ այնպես չի, որ հաճախ ենք այս մասին խոսում, բայց երբ որ կրթության որակի մասին ենք խոսում, սրանք են համադրելի տվյալները, որ թույլ են տալիս համեմատել մեր տվյալները հենց մեր նախկինում ունեցած արդյունքի հետ եւ նաեւ տեսնել որտեղ է Հայաստանը մյուս երկրների շարքում։ Ինչ վերաբերում է մեր սեփական շրջանակում իրականացվող հետազոտությանը, գիտեք, որ բավական երկար ու բավական նաեւ տարբեր շահարկումների առիթ տվեց մեր երեխաների շրջանում ֆունկցիոնալ գրագիտության հետ կապված ցուցանիշները եւ մենք ունենք նաեւ հետազոտական տվյալներ, որոնք կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող հետազոտության արդյունքում են ավելի քան 800 երեխաների շրջանում, որոնք ցույց են տալիս, որ այս ուղղությամբ նույնպես ունենք առաջընթաց, մասնավորապես 10 տարեկանների շրջանում բարելավել է ֆունկցիոնալ գրագիտության իրավիճակը եւ մենք շուրջ 20%-ի փոփոխություն ունենք, ուրեմն ֆունկցիոնալ գրագիտության բավարար շեմ չունեցող երեխաների շրջանում, իհարկե սա դեռևս չենք կարող համարել բավարար արդյունք, բայց առնվազն դինամիկ կտրվածքով տեսնում ենք, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ է գնում, ընդ որում մեր երեխաների կեսից ավելին ունեցել են
14.3%-ից բարձր արդյունք, այսինքն ճիշտ են պատասխանել իրենց կարդացած տեքստերի վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին, ընդ որում դրանք թե գեղարվեստական, թե գիտահանրամատչելի տեքստեր են։ Եվ այս ամենը նաև լրացուցիչ հիմնավորում է ստանում որակական փոփոխությունը հանրակրթության չափորոշչի փորձարկման երկամյա գնահատման արդյունքների հիման վրա, որի համաձայն 2 տարի Տավուշի մարզում փորձարկելով եւ այդ գնահատման արդյունքները նաև ունենալով տեսնում ենք, որ կրթական արդյունքը 6 ամսով ավելացել է, ինչը մյուս երկրներում չափորոշչի փոփոխության արդյունավետությունը միջինում 2 անգամ գերազանցում է։ Սա շատ կոնկրետ ցուցանիշ է, որը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակ է երեխան անցկացնում դպրոցում եւ ինչ է սովորում, եւ համադրությունն է անցկացրած ժամանակի եւ սովորածի արդյունքի, որը իրականում մեր կրթության որակի խնդիրների պատճառով մեր երկրում բավականին լուրջ ուրեմն եւ վատ ցուցանիշ էր 15 թվականի արդյունքներով մեր երեխաները 12 տարի անցկացնելով դպրոցում ստանում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք։ Սա ցույց է տալիս, որ մնացած ժամանակը, որ անցկացնում են դպրոցում, ըստ էության արդյունավետ չի եւ չեն սովորում։ Եվ հիմա խոսելով այն մասին, որ 2 տարվա ընթացքում 6 ամիս ավելացրել ենք, նշանակում է, որ երեխաների դպրոցում արդյունավետ անցկացրած ժամանակն է չափված եւ սա իհարկե դեռևս միայն փորձարկման մասին է։ Մենք մեծ աշխատանք ունենք անելու, գիտեք, որ չափորոշչի ներդրման գործընթացում ենք եւ արդեն իսկ 7 դասարաններում չափորոշիչը ներդրված է, բայց շատ ջանք պիտի դնենք, որպեսզի այս արդյունքները նաեւ ամբողջ հանրապետության վրա տարածվեն եւ այդ առումով նաեւ նոր մարտահրավերներ կա, որտեղ մի բան է ջանքը կենտրոնացնել մի մարզի վրա, մի բան է արդեն բոլոր դպրոցների համար այդ արդյունավետությունը ապահովել եւ այստեղ էլ դա մեզ համար մնում է կարեւորագույն խնդիր։